Ռուսաստանը կարող է միակողմանիորեն կասեցնել կամ չեղարկել Հայաստան գազի, նավթամթերքի եւ չմշակված ադամանների առանց մաքսատուրքի մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի Եվրամիության հետ մերձեցման քաղաքականությունը։ Այս մասին նշվում է Դաշնության էներգետիկայի նախարարի Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն ուղարկված նամակում։ Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության խորացման ուղղված շարունակական գործնական քայլերը եւ Հայաստանի կառավարության ԵՄ-ին միանալու ձգտումը սպառնում են հայ-ռուսական առևտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության պահպանմանն ու զարգացմանը, որի հիմքերից մեկը երկկողմ միջազգային պայմանագրերն են, նշվում է նամակում։ ԱՄՆ պետքարտուղարը Երևան այցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարի հետ քննարկել է սպասվող խորհրդարանական ընտրությունները, այդ մասին կարդում ենք պետքարտուղարության հաղորդագրությունում։ Մոտ 1 ժամանոց այցի ընթացքում Մարկո Ռուբիոն ու Արարատ Միրզոյանը նախաստորագրել են TRIP ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը, ռազմավարական գործընկերության կանոնադրությունը եւ կարևորագույն հանքանյութերի մասին փոխըմբռնման հուշագիրը։ Մամուլի համար կարճ հայտարարությունից հետո ԱՄՆ պետքարտուղարը մեկնել է Հայաստանից։ Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի ամենամեծ ամբարտակին՝ Քարաունին, որը ջուր է մատակարարում շրջակա մի քանի գյուղերին։ Կադրերում հարավային Լիբանանի Նաբաթիե քաղաքն է։ Զոհերի թիվը միայն այս քաղաքում գնալով աճում է։ Ավերվել են տասնյակ տներ։ Այսպես իսրայելական բանակը սկսել է ցամաքային առաջխաղացում իր իսկ հայտարարած դեղին գծից՝ Լիբանանի հարավում սահմանված բուֆերային գոտուց դուրս։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ռազմական նոր ագրեսիան արդարացնելու համար հայտարարել է, թե պարզապես ցանկանում է լայնացնել անվտանգության գոտին, որպեսզի պաշտպանի Իսրայելի հյուսիսային բնակավայրերը։ Ավելին, նա Լիբանանի մի շարք բնակավայրերի բնակիչների հորդորել է չվերադառնալ իրենց տներ, քանի որ առջևում սպասվում են ավելի լուրջ ռազմական գործողություններ։ Ապրիլին Դոնալդ Թրամփի միջնորդությամբ 10-օրյա հրադադար էր կնքվել Իսրայելի եւ Լիբանանի միջև։ Նեթանյահուն էլ վստահեցրել էր, որ իրենց նպատակը ահաբեկչական խմբավորմանը իրենց սահմաններից հեռացնելն է։ Հենց հաջորդ օրը իսրայելական հրթիռները գործի էին անցել ու սկսել ավելի ինտենսիվ հրթիռակոծել Լիբանանի տարբեր բնակավայրեր։ Արդեն հայտնի է, որ վերջին 2 ամսում 3100-ից ավելի լիբանանցի է սպանվել, միլիոնից ավելի մարդ փախստական է դարձել, գրավվել է Լիբանանի տարածքի 6%-ից ավելին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը պատրաստվում է Իրանի հարցում կնքել կամ լավ գործարք, կամ ընդհանրապես ոչ մի գործարք չի լինի։ Պետքարտուղարի խոսքով նախագահը ցանկանում է հասնել համաձայնության, ինչը կարող է տևել ընդամենը մի քանի օր, սակայն բոլորը կարող են վստահ լինել, որ դա լինելու է միայն լավ պայմաններով գործարք։ Ռուբիոն շեշտել է, որ Հորմուզի նեղուցը պետք է անհապաղ բացվի, առանց որևէ խոչընդոտի ու վճարների, այնտեղ տեղի ունեցողն անվանելով անօրինական եւ աշխարհի համար անընդունելի։ Ըստ դրա աշխարհում ոչ մի երկիր, այդ թվում Ռուսաստանն ու Չինաստանը կողմ չեն Իրանի սահմանած վճարային համակարգին։ Անդրադառնալով ուկրաինական հակամարտությանը, Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լիովին պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ պատերազմի ավարտին նպաստելու համար, թեև խոստովանել է, որ այս պահին ուղիղ բանակցություններ չեն ընթանում։ Նա նշել է, որ կողմերի փոխադարձ հզոր հարվածները միայն երկարաձգում են այս սոսկալի պատերազմը, որը արդեն ավելի երկար է տևում, քան երկրորդ համաշխարհային պատերազմը։ Միացյալ Նահանգներն այլևս տարածաշրջանում չարիքի եւ ռազմական բազաների համար անվտանգ վայր չի ունենա, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։ Նրա խոսքով ժամանակի սլաքները հետ չեն շրջվում եւ տարածաշրջանի ազգերն ու տարածքներն այլևս որպես վահան չեն ծառայի ամերիկյան ուժերի համար, իսկ ԱՄՆ-ն էլ ավելի է հեռանալու իր նախկին ազդեցիկ դիրքերից։ Մոջթաբա Խամենեին նշել է, որ իր հոր սպանությունից հետո իրանցի ժողովուրդը վերածնվել է եւ ցուցաբերել է բացառիկ կայունություն։ Ըստ նրա, Իրանի զինված ուժերն ու դիմադրության ճակատի մարտիկները հատկապես Լիբանանում հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ զգալի հաջողությունների են հասել երրորդ պարտադրված պատերազմում։ Սիդնեյում լուսային շոուի ժամանակ տեխնիկական խնդիրների պատճառով խաղաղօվկիանոս է ընկել գրեթե 90 դրոն։ Դեպքը տեղի ունեցել Vivid Sydney փառատոնի ժամանակ։ Փառատոնի կազմակերպիչները միջադեպը վերագրել են անկանխատեսելի տեխնիկական խնդիրների։ Մի քանի ներկայացումներ չեղարկվել են։ Բրիտանական Sky Magic ընկերությունը, որը պատասխանատու էր անօդաչու թռչող սարքերի շոուի համար, ավելի ուշ հայտարարել է, որ խափանումը պայմանավորված է եղել ռադիոհաճախականության անսպասելի փոփոխությամբ անօդաչուների երկինք բարձրանալուց հետո։
Ֆրանսիայում ծայրահեղ եւ անոմալ շոկի պատճառով 7 մարդ է մահացել։ Երկրի ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ շոկը կարող է պահպանվել մինչև շաբաթվա վերջ։ Ըստ կանխատեսումների, որոշ շրջաններում ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 39 աստիճան։ Ծայրահեղ բարձր ցուցանիշ է գրանցվել նաեւ եվրոպական որոշ երկրներում, որտեղ նմանատիպ երևույթները իսկապես անսպասելի են։ Մեծ Բրիտանիան, որը հայտնի է որպես անձրևի ու մռայլության երկիր, իր ջերմաստիճանով հասել է մինչև 35 աստիճանի, գերազանցելով սահմանված 33.5 աստիճան Ցելսիուսի նախորդ ռեկորդը։